Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եկեղեցու վրա իսկ Էջմիածինը մեր հոգևոր մայրաքաղաքն է ողջայության, մենք պետք է այդ տեսանկյունից նաև նայենք եւ հասկանանք եւ աղար շաբաթին Էջմիածինցին պետք է իր հստակ խոսքը ասի, որ այն իշխանությունը, որը սկսել է գործել ընդդեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու, չի կարող իշխանություն ձևավորել հոգևոր մայրաքաղաքում։ Անվանեցիան արդեն իսկ խոսում են, որ վարչական ռեսուրս է կիրառում իշխանությունը, ինչպես է պայքարել ընդհանրապես։ Վարչական ռեսուրսի դեմ պայքարելու ենք մեր ժպիտներով, մեր աշխատանքով, մեր խոսքով եւ ինչքան էլ իրանք վարչական ռեսուրս փորձեն կիրառեն, ես վստահ եմ, որ որևէ արդյունքի չեն հասնելու, որովհետեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վաղ շաբաթում, ես կասեի ողջ Հայաստանի Հանրապետության տարածքում այլևս այնքան ցածր վարկանիշունը եւ բնակչության կողմից աջակցություն, որ անգամ վարչական ռեսուրս կիրառելու դեպքում նրանց չի հաջողելու հաղթանակի հասնել վաղ շաբաթում։ Այստեղ կարող են մի բան անել, կարող են գործի դնել իրավապահ համակարգը, սկսեն ապօրինի ձերբակալություններ, որը տեսնում ենք վերջին շրջանում եւս շատ ակտիվ կիրառվում է, բայց մենք վախենալու բան չունենք, որովհետեւ մենք որևէ բան չենք արել, մենք որևէ խախտումներ չենք արել ու վստահաբար մենք գնում ենք հաղթանակի, ինչքան ուզում են վարչական ռեսուրս կիրառել։ Վարդան Ղուկասյանի կալանավորումը ապօրինի եք համարում, ընդհանրապես տեղի ունեցող զարգացումները ինչու է։ Վարդան Ղուկասյանի հետ տեղի ունեցածը սենց թե նենց ունի քաղաքական ենթատեքստ։ Անգամ եթե հետագայում պարզվի, որ նա կատարել է քրեական հանցագործություն, անգամ այդ բարագայում սենց թե նենց Վարդան Ղուկասյանի կալանավորումը եւ հետապնդումը ունի քաղաքական ենթատեքստ։ Բայց հաշվի առնելով այն մեղադրանքը, որը ներկայացվել է իրավապահ մարմինների կողմից Վարդան Ղուկասյանին, այս պահին զերծ կմնամ կոնկրետ գնահատական տալուց, տեսնենք ինչ զարգացումներ կլինեն, նոր դրանից հետո հստակ կխոսենք դրա մասին։ Մենք տեսնում ենք, թե ինչ է մատիր ընտրված համայնքի ղեկավարների հետ, ովքեր ստանում են ժողովրդի քվեն։ Իշխանությունը կարծես թե չի հանդուրժում ընդդիմադիրներին, մտավախություն չկա, որ Էջմիածինում կկրկնվի նույն պատմությունը։ Եթե այդ մտավախություններով մենք առաջնորդվենք, պետք է որևէ բանով չզբաղվենք, պայքարը դադարեցնենք եւ սպասենք, թե ինչ կանի ԿՊ-ն մեր երկրի հետ։ Որևէ մտավախություն չկա, ելի եմ ասում, մենք շատ ամուր ենք, շատ վստահ ենք մեր հաղթանակի մեջ ու ինչ ուզում է անի իշխանությունը, մեկը որևէ հաջողության չի հասնելու։ Շնորհակալություն